Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ առողջության իրավունք ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի հետ, բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տիկին Պողոսյան, քանի որ մեր հասարակությունը այլևս տոկոսային հարաբերությամբ չեմ կարող ասել, թե որ տոկոսն է հիվանդ, որ տոկոսն է առողջ, բայց ընդհանուր հիվանդության մեջ ենք, տառապանքի մեջ ենք, եւ կարծես այդ տառապանքը ոչ միցև չենք կարողանում, հա, մեզնից վանել, դուրս հանել եւ առողջությունը որպես այդպեսին կարողանանք մեր վրա կրել։ Հիմա ես չեմ ուզում շատ նեղ մասնագիտական բաներից խոսել, բայց այսօր ամենաարդիական թեմաները կուզենայինք միասին արծարծել ու խոսել, քննարկել եւ հասկանալ ինչա կատարվում մեր երկրում իրականում եւ վերջին օրերի ծեծու ջարդը, հա, հենց թաղապետի հետ կապված բանից պարզվեց, որ ով ծեծում է, նրա վրա գործ չեն հարուցում, բայց չգիտես ինչու տուժողը պատասխանատվության է ենթարկվում։ Այո, վերջից սկսեմ, ուրեմն վերջի այդ ծեծու ջարդը շատ հստակ մեսիջներ էր տալիս մեր բնակչությանը, ինչա ասում մեր իշխանությունը, ասում է, եթե դուք կխոսեք կոռուպցիայից, եթե կխոսեք պետական միջոցների վատնումից, եթե դուք կասեք, որ իշխանությունը վատն է, մենք կգանք, ձեզ կծեծենք, հետո այտենց ծեծած վիճակում կվերցնենք, կտանենք ոստիկանություն, հետո կդատվեք, այնպես որ եթե անգամ տեսնում եք, որ դա կա կոռուպցիա, եթե անգամ տեսնում եք, որ կա պետական միջոցների յուրացում, կա իշխանության վատ աշխատանք, ապա լռեք, այլապես դուք կարժանանաք այն ճակատագրին, ինչին արժանացավ օրինակ Արտուր Չախոյանը։ Եվ սա շատ վատ մեսիջ է եւ իմ համար շատ զավեշտալի էր հայտարարությունը կուսակցության, որտեղ որ ասում է ժողովրդավարության համար պետք է նաեւ ծեծել։ Եվ դրանից հետո համացանցում հայտնվում է խայտարակ ծեծի ենթարկված մեկ այլ անձ, որին ոստիկանները բերման էին ենթարկում եւ էլի այդպես ծեծում են։ Հիմա մենք որտեղ ծեծ տեսնենք, պետք է ասենք կեցե մեր իշխանությունը, որովհետեւ սա ժողովրդավար ճանապարհի միակ ուղին է, ճանապարհն է եւ այսպես պետք է շարունակվել։ Իսկ իրականում շատ ցավալի է, որ մենք հասել ենք այս անպատժելիության եւ ամենաթողության փուլին։ Ինչու է անտարբեր բնակչությունը, մենք ունենք տոտալ անտարբերություն, որովհետև բնակչությունը հոգնել է։ Բնակչությունը պարտավոր չի, սովորական մարդը, Արտուր ջան, պարտավոր չի ամբողջ օրը քաղաքական վերլուծություններ անել։ Դրա համար այս բնակչությունը գնացել է, ընտրել է անդիմություն, ընտրել է իշխանություն, եւ այս ժողովուրդը պետք է իր պայքարը տեսնի այդ հարթակում, հա։ Իսկ այդ հարթակում մենք ինչ ունենք։ Մենք ունենք կառավարության ծրագրի տապալում, մինչև վերջ բոլոր ոլորտներում տապալված կառավարության ծրագիր։ Եվ ունենք ընդդիմություն, որը ընդհանրապես խոսում է այդ տապալված խոսքը վերաբերվում է ազգային ժողովում մանդատավորների մասին, որը խոսում է այդ տապալված ծրագրի մասին, բայց գործողություններ բնակիչները չեն տեսնում։ Դրանից էլ ունեն անտարբերություն։ Այլևս ոչ իշխանությունից են ինչ-որ բան սպասում, ոչ ընդդիմությունից են ինչ-որ բան սպասում։ Ունենք էլ ինչ-որ ունենք։ Եվ ինչ է կատարվում, հասկացանք, որ կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունները, որը տեղի են ունենում մեր երկրում, ավարտվում են ծեծու ջարդով, դա ֆիքսեցինք եւ հաստատում ենք, որ այդպես է։ Հիմա դուք, քանի որ առողջապահության ոլորտում եք անում այն ինչ որ անում եք եւ կոռուպցիոն բոլոր հնարավոր հանցագործություններն եք ջրի երես հանում, վաղ չկա, որ ձեզ կհասնի այդ ծեծը։ Դեռ չեմ ծեծվել։
Իրականում առողջապահության ոլորտում, այո, նույն իրավիճակն է տիրում։ Ամեն օր տեսնում ենք ձեր գրառումները եւ ձեր աշխատանքը։ Անկեղծ ասած չեմ վախենում, որովհետև հաստատ արժի այդ աշխատանքը կատարել։ Հանրային վերահսկողությունը շատ կարևոր բաղադրիչ է դարձել։ Այսօր հանրային վերահսկողությունը շատ ավելի կարևոր է, որովհետև մենք ունենք դաշտում բաց, ունենք չվերահսկված համակարգեր, հա, եւ այդ բացահայտումների արդյունքում գոնե հուսով եմ, որ ինչ որ մի բան, ինչ որ միտեղ փոխվում է։ Օրինակ, երեք ես հրապարակել էի, որ Մարտունու բժշկական կենտրոնում նոր բացված 1 տարի առաջ, հիշում եք այդ աղմուկը, որ ես բարձրաձայնեցի, այս պահին կան քրեական գործեր հարուցված այդ հիվանդանոցի շինարարների հետ կապված եւ այլն, եւ 1 տարի հետո մրցույթ է հայտարարվում 42-43 միլիոն դրամ փող են ուզում, то есть ոչ թե փող են ուզում, այլ մրցույթային կարգով ուզում են նորից շինարարություն անել 1 տարի բացված հիվանդանոցում։ Եվ երբ որ ես դա հայտարարեցի, առողջապահության նախարարության պաշտոնյաներից զանգ տվեցին, ասեցին, զանգել ենք ասել, որ դա մենք արգելելու ենք, դա չի լինելու, դա հայտարարվել է մարզպետարանի ենթակայության օրոք, քանի որ հիմա սա հիվանդանոցները անցել են նախարարության ենթակայության, նախարարը դա կասեցնելու է։ Հիմա իմ համար շատ դրական է, որ մարդիկ արձագանքում են, հա, բայց մի կողմից էլ զարմանալի է, լավ, եթե մարզպետարանի ենթակայությունը, վերջ-վերջում մենք Հայաստանի Հանրապետություն ենք, մարզպետները այս կառավարության մի մասն են կազմում, այսինքն ինչ է կատարվում, այսինքն ով ոնց կարա, ով երբ կարա, տարբեր այդպիսի բաների մեջ է մտածել։ Այսինքն պատասխանատվությունը գցում են մեկը մյուսի վրա, այո, եւ նույն բժշկական հիմնարկները, երբ որ տեղափոխում էին մարզպետարաններից, վերցնում էին, երբ որ կարդում ես եզրակացությունը առողջապահության նախարարի, դա ցուցմունք է մարզպետների դեմ։ Անկեղծության համար պետք է ասեմ, 60-65%-ով համաձայն եմ նախարարի գրածների հետ, թե ինչը չի կատարվում մարզպետների անգործության եւ գործունեության արդյունքում ինչքան են տուժվել այդ 42 մարզային հիվանդանոցները, բայց հիմա հարց է առաջանում, այս մարզպետները աշխատավարձ են ստանում, պարգևավճարներ են ստանում, այս մարզպետների ենթակայությամբ կան մարզի առողջապահության վարչություններ, որոնք ունեն աշխատակիցներ, որոնք էլի բարձր աշխատավարձներ են ստանում, բա մեկը հարց չի տալի, խեն այս հիվանդանոցները այս օրի հասել, եւ պարզ նախարարը դրա մասին գրելով վերցնում է այդ հիվանդանոցները, եւ պատասխանատվություն չկա, մեր երկրի խնդիրը դրանում է, որ պատասխանատվություն չկա, խոսում ես ոչ ճիշտ կատարված գնումներից, չկա պատասխանատվություն, հաշվեկնիչ պալատը հայտարարություն է դնում գնումների սխալ կատարման մասին, զեկույցներ է դնում, մեկը չի հարցնում, իմ մոտ տպավորություն է, որ չեն կարդում այդ զեկույցները, մեկը չի գնում հարցնում, դու խես ես սխալը արել, կամ որ ես սխալը արել ես խես շարունակում աշխատել այդ պաշտոնին, գուցե կգան մեկ այլ մարդիկ, որոնք որ ավելի ճիշտ կկատարեն դա, եւ բոլոր մրցույթային պաշտոնները դարձել են իշխանական կուսակցության կողմից նվեր տրվող պաշտոններ։ Երկիրը երբեք չի զարգանում, երբ որ մրցույթային պաշտոնները ծանոթ բարեկամով են անցնում։ Խոսենք հիվանդանոցների մրցույթների մասին։ Վերջին շրջանում հատկապես։ Վերջին շրջանում հատկապես նշած ծանոթ բարեկամ։ Մենք տեսանք, թե ինչպես մեդալներով 2 տնօրեններին ազատեցին աշխատանքից։ Հարց, եթե այս տնօրենները մեդալների արժանի էին, ինչու եք ազատում աշխատանքից։ Եվ այնուհետև շատ արագ հայտարարեցին եւ տարանշանակեցին
Նարեկ Զեյնալյանին Սուրբ Գրիգոր Լուսավորիչի տնօրեն, ասեն, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դա հսկայական մի հիվանդանոց է, որը իր ուրույն տեղը ունի Հայաստանի Հանրապետության առողջապահության մեջ եւ շատ կարեւոր ռազմավարական բժշկական կենտրոն է։ Եվ այդ պաշտոնները անգամ այս նշանակողները մոռացել են, որ սրանք մրցույթային են։ Եվ այսօր հենց այս պահին Նարեկ Զեյնալյանը այնտեղ կատարում է կադրային քաղաքականության փոփոխություն։ Մեկին ազատում է, մեկին ընդունում է, իր ընկերոջն է հրավիրում աշխատանքի, իր բարեկամին է ընդունում աշխատանքի։ Բայց դա նորմալ չի, Տիկին Պողոսյան, երբ որ փոխվում է ղեկավարը։ Նորմալ է, բայց այդ մարդը դեռ չի ընտրվել այդտեղ մրցույթով։ Ժամանակավոր է։ Այսինքն պետքա լիներ մրցույթ, պետքա հաղթի տնօրենը, որպեսզի գնա եւ որոշի իր կադրային քաղաքականության կատարումը։ Այսինքն այնքան վստահ են, որ այդ մրցույթում այս մարդը իրանց միակ տեխնացությունը եւ անցնելու է, որ ականաչ լույսը տվել են, ասել են գնա ինչ ուզում ես արա, այդպես չի լինում։ Եվ հակառակը, շատ խելացի մարդիկ, որոնք ուզում են մասնակցել 0% է իրենց մրցույթը հաղթահարելու հավանականությունը։ Ասեմ ինչու։ Եթե դու անգամ տաղանդավոր ես եւ անցնում ես այդ երկու փուլը, գրավոր բանավոր փուլը, հասնում ես մի ընթացակարգի, որը կոչվում է ռազմավարական ծրագրի քննարկում, այսինքն դու ներկայացնում ես այդ հիվանդանոցի ռազմավարությունը, դու ինչպես ես պատկերացնում զարգացման տեսլականը։ Ասեմ, որ դա նախագիծ է, հետո 1 ամսվա ընթացքում դա պետքա վերջնականացվի եւ հաստատվի։ Դրսի մարդը, որը որ այդ կլինիկայի հետ կապ չունի, ինքը շատ թվեր, շատ կառուցվածքային նյուանսների չի տիրապետում։ Երբ որ գրում ես հիմնադիրին, ասում ես տվեք ինձ այս թվերը, ասում են դա անձնական գաղտնիք է, դա բիզնես գաղտնիք է եւ չեն տալիս այդ թվերը։ Եվ մարդը, որը որ տաղանդավոր է, արդեն մրցունակ չի այն մարդու հետ, որին որ ողջունում են հիմնադիրները։ Պլյուս դրան էլ եթե անգամ այդ ռազմավարական ծրագիրը իդեալական է, ապա այդ հանձնաժողովը ունի հանձնարարական անցկացնելու, որովհետև դա սուբյեկտիվ է, ամեն մեկը իր կարծիքով է գնահատում են, անցկացնում են այն մարդուն, ով որ պետքա լինի։ Եվ այստեղ ես իրենց առաջարկել եմ, ասել եմ հանեք այդ մրցույթները, հայտարարեք, որ մենք ինքնական որոշում ենք, որ այս հետամնաց երկիր ենք, մենք չենք ընդունում ոչ մի մրցույթային քաղաքակիրթ եղանակ, մենք նշանակում ենք մեր մարդուն եւ մեր քպեական ավականիներին, մեր պայմանագրում բանը մանդատը դրած դեպուտատներին, մենք այսպես ենք որոշել անել։ Եվ դրա ցայտուն օրինակներ Մարտունու բժշկական կենտրոնի տնօրենի նշանակումը, որին ազատեցին, նշանակեցին մի ժամ հետո եւ այլն, եւ ինչ ստացվեց։ Մարդը մրցույթը չի հաղթահարում, անգամ այդքան այդ աջակցության արդյունքում ինքը մրցույթը չի հաղթահարում։ Հետո ինչ որ բողոքարկում են եւ այլ, մարզպետը նշանակում է։ Ինչ եք ձեր գլխին այդ սարկում, հանեք այդ մրցույթները, քանի դուք եք, հանեք, հայտարարեք, որ այսուհետ բոլոր մրցույթային պաշտոնները իշխանական թիմին են եւ իշխանական կուսակցությանն են։ Եվ այդպես մենք իհարկե չենք զարգանա, իհարկե կլինեն կոռուպցիոն սխեմաներ եւ հետո ինչ կլինի կտեսնենք ընթացքում։ Տիկին Պողոսյան, նաեւ թույլտվություններ են տալիս, հա, մասնավոր կլինիկաներ են բացվում, այսպես մոլախոտի պես, հատկապես ատամնաբուժական եւ այլն։ Եվ երբ որ տալիս են այդ հնարավորությունը աշխատելու, իրենք չեն վերահսկում։ Ես օրինակ հիմա չնշեմ, որ կլինիկաների մասին է խոսքը, բայց մեծամասամբ այդպեսին է։ Այս վերահսկողական օղակը էլի հատուկ արվում, որպեսզի առողջապահության հենց ոլորտը վարկաբեկի, թե էլի ունենք այստեղ բաց եւ անգրագիտություն։ Տեսչական մարմինը պետք է վերահսկի, լիցենզիավորումը տալիս է առողջապահության նախարարությունը։ Բայց որ տալիս ախի չի պահանջում, որ ամեն ամիս գնալ եւ ստուգել, այն ինչ որ մենք ամեն ամիս գնալու ռեսուրս չունեն, առողջապահության նախարարությունը 5 տարին մեկ է դարձրել այդ լիցենզիաները եւ 5 տարին մեկ ինքը գնում է տեսնում է
կան որոշակի ուրեմն համապատասխան պայման պահանջին գործիքային կազմը, շենքային պայմանները եւ տալիս է այդ լիցենզիան։ Այստեղ խնդիրը ուրիշ է, պետք է տեսչական մարմինը հստակ վերահսկողություն իրականացնի։ Մենք տեսնում ենք մամուլով շատ հաճախ տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային ընթացքը, հա։ Օրինակ տեսնում ենք, որ տեսչական մարմինը գնում է մի մասնավոր բժշկական կենտրոն, օրինակ, ասենք Էրեբունու բժշկական կենտրոն, հանրապետական հիվանդանոց, քննարկելու իրենց մեջբերում եմ անում իրենց գրառումից, քննարկելու զարգացման ռազմավարությունը։ Ատե դու ինչ գործ ունես մասնավոր հիմնարկի զարգացման ռազմավարությունից։ Ոնց որ հարկայինի պետը հելնի գնա սուպերմարկետ, քննարկի սուպերմարկետի զարգացման ռազմավարությունը։ Դու ստուգող մարմին ես, դու այդտեղ պետքա գնաս երկու նպատակով կամ ստուգումով կամ իրազեկումով։ Իսկ այդտեղ մենք տեսնում ենք, այսինքն այս անհասկանալի, անտրամաբանական աշխատանքներ են կատարում։ Ես ձեզ ասեմ, տեսչական մարմնից բավականին շատ կադրերի արտահոսք եղավ վերջի ժամանակներում, որովհետև այնտեղ կային խելացի մասնագետներ, փորձագետներ, տեսուչներ, որոնք որ մտածեցին, որ ավելի լավ է մենք դուրս գանք, որովհետև այստեղ մենք մեր գործունեությունը մարդիկ աշխատող չենք, այո, չենք կարողանալու իրականացնել, այստեղ չի կարելի։ Երբ որ վերցնում ես իրանց ստուգումների պլանը, անդադար նույն կլինիկաները կրկնվում են, անդադար, այսինքն իրենք ֆիքսվում են որոշակի կլինիկաների վրա եւ սիրում են շատ կլինիկաներին եւ այստեղ մենք ունենում ենք անվերահսկելի իրադրություն տեսչական մարմնի կողմից։ Նաև նույնիսկ ներողություն մասնագետների առումով չեն վերահսկում, որովհետև երբ որ շենքային պայմանները հա տրամադրում են եւ ասում են այդ չափորոշիչներին համապատասխանում է, չգիտեմ, այսինքն ատամնաբուժարանը, բայց այնտեղ չեն գնում եւ չեն տեսնում ինչ մասնագետներ են աշխատում, օրինակ մենք տեսնում ենք, որ տարեկան եւ բան, հա, մարդիկ են, հա, մտնում աշխատանքի եւ չգիտես ինչ մասնագետներ են այդ մարդիկ, նույնիսկ հիվանդին ճանապարհելուց հետո չեն մաքրում, չեն ախտահանում, հետո նոր ընդունում հաջորդ հիվանդ։ Այո, շատ տեղերում աշխատում են ոչ բժշկական բարձրագույն կրթություն, ոչ բժշկական բարձրագույն կրթություն ունեցողները, այսինքն բժշկական ուսումնարան ավարտած ատամնատեխնիկները շատ դեպքում այդ էլ չեն անում։ Այո, եւ շատ ավելի տխուր վիճակում է, օրինակ, էսթետիկ գեղեցկության ոլորտը, որտեղ աջ ու ձախ, վարսավիրանոցներում, տարբեր ինչ որ հայտարարած էսթետիկ կենտրոններում կատարում են այդ ներարկումները, այդ գարաժային պայմաններում։ Այո, գարաժային պայմաններում եւ շատ հաճախ այդ կանայք իրենց առողջությունը վտանգում են եւ ունենում ենք սուր բարդություններ եւ ունենում ենք ավելի ուշ բարդություններ ներարկումային սխալ ներարկումների եւ այլի հետ կապված չկա վերահսկողություն եւ այդ անգործության արդյունքում բացառապես տուժվում է բնակչի կյանքը ուրիշ բան ասեմ համաճարակաբանական հետազոտությունը բացարձակապես չի իրականացվում, եթե դուք ուշադիր եք, Հնդկաստանի քաղաքացիները այսօր սպասարկման ոլորտում ակտիվ աշխատում են, առաքիչներ են, տարբեր ռեստորաններում մաքրություն են անում եւ այլն, այս քաղաքացիներին սանիտարական գրքույկներ, հետազոտություններ եւ այլն չի արվում, որի արդյունքում մենք ունենում ենք այնպիսի հիվանդությունների կտրուկ աճ եւ արդեն ունենք դեպքեր Հնդկաստանի քաղաքացիների տուբերկուլյոզով հոսպիտալացումներ, անգամ մահ ունենք տուբերկուլյոզից Հնդկաստանի քաղաքացու, այսինքն հանրային առողջապահությունը, որը ամենակարևոր անվտանգային խնդիրն է երկրի համար, բաց է մնացել։ Եթե ուշադիր եք, հայ ազգիները ինչ որ երկիր երբ որ գնում են աշխատանքային եւ այլ խնդիրներով բազմաթիվ պատվաստումներ եւ բազմաթիվ ուրեմն հետազոտություններ են ուզում, որպեսզի իրենց երկիր թույլ տան մտնել այդ քաղաքացուն։ Բա մենք ինչի ենք այսպես։ Մենք թողել ենք բաց
Եվ այդ մարդիկ գալիս են եւ այդ մարդիկ կատարում են այնպիսի ծառայություններ, որը որ անմիջապես հանրային առողջապահության հետ կապ ունի։ Այո։ Եվ Տիկին Պողոսյան նաև անդրադառնանք անվստահությանը, հա, Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթացին, եւ տեսնում ենք հատկապես վերջին շրջանում ակտիվորեն, հա, քննարկվեց հենց անվստահություն հայտնելու գործընթացը։ Էդգար Ղազարյան եւ Նարեկ Մալյանը իրենք փորձում են այդ գործընթացը իրենց ուսերին տանել։ Հիմա մնում է մեր ընդդիմությունը, որ կարողանա տեղից շարժվել եւ գործընթացը որպես այդպեսին հաջողել կամ հասկանանք թե ով ինչ տրամադրության տակ է կամ տրամադրություն ունի առհասարակ, որովհետեւ մենք արդեն տեսնում ենք, որ 7 տարի մենք գտնվում ենք մի իրականության մեջ, որը չգիտեմ, սա իրականություն է թե մի աղետալի իրավիճակում ենք, որ ամենօրյա ռեժիմով մենք նստած կամ աշխատանքի մեջ գտնվելիս մտածում ենք, թե էլ ինչ աղետաբերենք Այո, բերելու մեր գլխին եւ ինչ ենք լսելու եւ ոնց են կարողանալու սրա տակից դուրս գալ։ Հարցը արդեն երկրի անվտանգության, երկիրը այսպես տորթի պես կտրել եւ բաժանում են։ Հիմա ինչ է կարծում ազգային ժողովում մեր ընդդիմությունը, որին մենք ձայն ենք տվել, որպեսզի Նիկոլին հեռացնեն եւ իրենք էլ ասեցին, չէ, մանդատը մենք վերցնում ենք միայն մեկ նպատակով, որպեսզի Նիկոլին հեռացնեն։ Դա եղավ 21 թվականին եւ մինչ օրս տեսնում ենք, որ Նիկոլը տեղում է եւ անում այն ինչ-որ դրսից մեր թշնամիներն են պահանջում, ինքն հանգիստ կատարում է դա։ Նայեք, իրականում քիչ այսպես ավելի վաղ ժամանակներից ասեմ, իրականում բնակիչը ընտրությունների ժամանակ ընտրեց, հա, ընտրեց կամ ընդդիմություն կամ որը ապագայում դառան կամ ընդդիմություն կամ իշխանություն։ Եվ ճիշտ ասած իմ համար շատ ցավալի է, որ այդ ծանր բեռը մեր գործընկերները, մեր ընկերներն են վերցրել, Նարեկը եւ Էդգարը, դա պետքա արդեն մի քանի անգամ արած լինեին մեր ընդդիմադիր ազգային ժողովի падգամավորները, ասեմ ինչու։ Որովհետեւ ինչ է այդ անվստահություն հայտնելը, մենք պետք է տեսնենք, եթե կառավարությունը իր ծրագիրը խոստացված կատարում է, մենք ասում ենք լավ է, նորմալ է, մի քիչ բաներ կա, մեզ դուր չի գալի, մենք քննադատում ենք, բայց մենք ունենք կառավարության ծրագրի բացարձակ անկատար վիճակ, հա, մենք օրինակ իշխանություն ընտրողը հավատացել էր, որ օրինակ Շուշին պետքա դե օկուպացվի, ինքը ընտրել էր, այդ մարդը գնաց է ընտրել է, այսօր ինքը տեսնում է, որ բացի այն, որ մենք չունենք Շուշին, մենք չունենք ամբողջ Արցախը, հա, կամ անցնենք սոցիալական խնդիրներին, մեզ խոստացել էին թոշակների բարձրացում, ես ամեն օր կարճ դնում եմ առողջապահական բլոկում կառավարության չստացված ծրագիրը, մեզ խոստացել էին օրինակ առողջապահության ապահովագրություն, այսօր պետք է արդեն մեր թոշակառուները, մեր 0-ից 18 տարեկան տարիքի երեխաները ունենային ապահովագրություն։ Այսօր մենք ոչ թե չունենք ապահովագրություն, անգամ նախապատրաստական փուլը չենք անցել։ Այսինքն սա մի հատ նորից գլոբալ խոստում է, որը չի կատարվել։ Մեզ խոստացել էին դեղորայքային համակարգի բարելավում։ Մենք այսօր ունենք խիստ դեղորայքի դեֆիցիտ, անորակ դեղորայքներ շուկում եւ այլն, այսպես։ Հիմա ինչ է անում ընդդիմությունը կամ պետք է հայտարարի, որ մենք կողմ ենք, այս ծրագիրը մենք գտնում ենք շատ լավ է, իշխանությունը ճիշտ աշխատում է, մենք դեմ ենք անվստահություն հայտնելու, կամ պետք է ինքը նախաձեռնի, եւ եթե իրանց տեղը կան մարդիկ, որ դա անում են, պետք է ողջունել եւ կանգնել այդ մարդկանց կողքը։ Իսկ այն, որ ասում են ԿՊ-ն մեզ չի միանա, մենք փողոց չկա դրա հետ կապված, ասում են փողոց այդ արգումենտները դուք չպետք է բերեք Էդգարին ու Նարեկին, դրանք բաներ են, որ դուք ինքներդ պետք է անեք, հա, եւ գուցե վստահ եմ, որ պայմանագրի մեջ էլ, իշխանության մեջ էլ կան
մարդիկ, որոնք որ գիտակցում են, որ իրենց կառավարությունը չի արել, եւ այս կառավարությանը պետք է ասել անվստահություն ենք ձեզ հայտնում, գնա այս կառավարությունը, ստեղծվի նոր կառավարություն, հա։ Գուցե ԿՊ-ն իր տեխնացուին է առաջարկում, գուցե գալիս է մեկ այլ տեխնացու, որը որ ավելի լավ է այդ ամեն ինչը իրականացնում։ Եվ վերջո դա լինելու է մոտավորապես 1 տարի ժամանակով։ Եվ 26 թվականին լինելու են ընտրություններ, այսինքն պետք է ընդհանրապես հիմա այս գործընթացը գլուխ բերել։ Այո։ Եվ ըստ իս ես այդքան էլ քաղաքական վերլուծություններ անելու հետ սեր չունեմ, բայց ըստ իս այսօր Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը փորձում են փրկել ընդդիմության դեմքը։ Եվ կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ընդդիմությունը ականջալուր լինի դրան, օրինակ վերջերս Թագուհի Թովմասյանը հրավիրել էր մի շատ կարևոր քննարկման, որը ազգային ժողովի ղեկավարության կողմից անգամ արգելքների առաջացավ, այնտեղ զալ չտրամադրեցին եւ այլն, բայց միևնույն է այդ քննարկումը արվեց, որտեղ քննարկվում էր հենց կառավարության ձախողված ծրագիրը։ Եվ այո, հենց առաջի падգամավորներից մեկը Թագուհի Թովմասյանն էր, որ ասեց ես միանում եմ այդ նախաձեռնությանը, եթե չեմ սխալվում, որովհետև մենք լսեցինք այդ օրը բոլոր ոլորտներում տապալված կառավարության ծրագիրը։ Հիմա նույնը, այդ եմ ասում, պետք է այս մարդիկ շնորհակալ լինեն, որ իրենց դեմքը փրկվում է, որովհետև ստացվում է, որ մենք 7 տարի ունեցել ենք կառավարություն, որը ամեն ինչ արել է ճիշտ։ Բայց դրան զուգահեռ տեսնում եք, որ Նիկոլը եւ իր կինը արդեն ժամանակից շուտ սկսել են քարոզարշավ։ Տեսնում ենք կրթում են մարդկանց, հանդիպումներ են նշանակում միլիոններով իրենց հետ ճաշկերույթի եւ այլն։ Եվ այս ամեն ինչի նպատակը մեկն է մասնակցել 2025 թվականի ընտրություններին եւ քարոզարշավը որպես այդպեսին 1 տարի շուտ սկսել են այդ մարդիկ։ Ինչ ես կարծում այս իրավիճակում, երբ որ մենք հասնելու ենք 26 թվականին Նիկոլի իշխանության հետ եւ ԿՊ-ի հետ հնարավոր է հաջողել ազատագրել երկիրը։ Արտուր ջան, մեր խնդրը նրանում է, որ մենք անդադար քննարկում ենք ինչ են անում իշխանությունները, բայց մենք չենք խոսում ինչ չեն անում ընդդիմադիրները։ Դա է խնդիրը։ Այո, այսօր կրթել է նորաձև ծրագրի շրջանակներում կատարվում է հստակ նախընտրական, այսպես ասած, միջոցառումներ։ Ավելին ասեմ, ես մի քանի ամիս առաջ, երբ որ նոր էր սկսվել կրթվել է նորաձևը ծրագիրը, ես բացնամակ գրեցի Աննա Հակոբյանին եւ տեքստը այսպիսին էր, որ ես լինելով SSSS կրթության մարդ, այսօր չեմ աշխատում, որովհետև ես եւ իմ նմանները ձեռնոց ենք նետել տգիտությանը եւ դուրս ենք եկել կառավարությունում աշխատելուց։ Ոստի տիկին Աննա կրթվել է ոչ թե նորաձև է, այլ վտանգավոր է։ Ձեր պարագայում։ Ընդհանրապես բոլորի պարագայում, ովքեր որ խելացի են, շատ խելացիներ, շատ մասնագետ պրոֆեսիոնալներ, շատ համակարգերից դուրս են եկել, որովհետև մեծամասնությունը միշտ ճիշտ է լինում։ Իսկ այսօր այդ պետական համակարգում աշխատողների մեծամասնությունը չունի այդ կրթական ցենզը, որը որ պահանջվում է այդ պաշտոններին աշխատելու համար։ Եվ ես ձեզ ասեմ շատ հետաքրքիր բան։ Մի քանի րոպե հետո Աննա Հակոբյանը իմ գրառումը դրել էր էջին եւ վերևը սրտիկ էր դրել։ Այսինքն այդ մարդիկ ասում են մենք ընդունում ենք ձեր ասածը։ Բայց չես կարող ասել, թե այդ սրտիկը ինչ էր նշանակում։ Չեմ կարող ասել, չեմ քննարկում, բայց համաձայն է կամ համաձայն չէ։ Համենայն դեպս մենք չպետք է քննարկենք ինչ են անում իրենք։ Իրենք իրենց նախընտրական քարոզարշավն են անում,
Գուցե գտել են մարդիկ, որոնց կրթում են, չգիտեմ, ես չեմ եղել, չեմ կարող պատկերացնել ինչ են արում, որովհետև մենք այդ մի քանի ժամանոց ուրեմն հանդիպումներից ընդամենը ունենում ենք 1-2 րոպեանոց մաքսիմում, մի հատ sense ինչ որ երաժշտությամբ բան։ Ինչ են քննարկում, երաժշտության տակ է դալու։ Այո, ու երաժշտության տակ։ Պողոսյան, որ սովորաբար տգետներն են կրթում, եթե մենք սովորաբար այդ ամեն ինչը տեսնում ենք եւ հասկանում ենք, որովհետեւ երբևէ կրթված մարդը չի փորձում ինքնահաստատվել, հա, տգետի հաշվին։ Ես չեմ գնահատում, որ իրոք կրթում են այդ մարդկանց, այդ հանդիպումներին ձևավորվում է մի կոմունիկացիոն ինչ որ միջավայր, որտեղից իրենք իրենց ձայների մասն են քաղում։ Գուցե այդ օրինակ մամուլում շատ էր այդ հայտարարությունը, որ զորով են տանում, քաղծառայողների են տանում, ուսուցիչների են տանում եւ այլն, այո, կտանեն 500-ին, դրանց 20%-ը հոզորով չեն գնում, իսկ ըստ իս շատ քչերն են, որ չցանկանալով են գնում, բոլորն էլ ցանկանալով գնում են, լսում են եւ անում են այն, ինչ որ անում են։ Իրենք իրենց գործն են անում։ Մենք չպետք է քննադատենք իրենք ինչ են անում։ Մենք պետք է մեզ մեջ գտնենք եւ քննադատենք մենք ինչ չենք անում։ Իսկ մենք այո, ներկա բահին մենք ինչ չենք անում։ Մենք չենք անում շատ բաներ, որը որ պետք է անեինք, որ ցույց տանք, օրինակ, ամեն օր բոլորը հանրային Արտուր Չախոյանին վերադառնամ։ Մարդը ամեն օր մեծ գործիք չի, հա, օգտագործում։ Հեռախոսով գնում է, նկարում է քաղաքապետարանի ապօրինությունները եւ դնում է իցույց աշխարհին։ Օրինակ Տիկին Պողոսյան, ներողություն, դուք ինչու ազատվեցիք աշխատանքից։ Ես ազատվել եմ Դուք հանգիստ կարող եք աշխատել մինչ օրս։ Այո, ոչ մի անգամ դրանից չեմ խոսել, բայց այս պահին կասեմ, ես ազատվեցի աշխատանքից իմ դիմումի համաձայն, որովհետև ես չունեի աշխատանքային խնդիրներ այդտեղ, պարզապես պատերազմը դարձավ, այսպես ասած, ջրբաժանը, եւ երբ որ առաջի ընդդիմադիր շարժումը սկսվեց, ոչ, դիմադրությունից առաջ Արտուր Վանեսյանը, եթե հիշում եք, օպերայում նստեց եւ որ իր ընդդիմադիր ձայնը արտահայտեց, դրանից հետո սկսվեց դիմադրություն շարժումը։ Ես կարծում էի, որ բարոյական չի առավոտը աշխատել կառավարությունում, երեկոյան գնալ եւ մասնակցել այն շարժմանը, որ ես համաձայն էի եւ ես դեմ էի, որ Արցախը դառնար ադրբեջանական, ես դեմ էի, որ մեր երկիրը կտոր դրվի թշնամուն եւ ես իմ դիմումի համաձայն դուրս եկա աշխատանքից։ Այդպես։ Շնորհակալ եմ զրույցով։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։